Նախաձեռնությունը անցել է Իրանի կողմը։ Հայաստանի ճակատագիրը այսօր վճռվում է Պարսից ծոցում։ Իրանը հայտնվելու է այս տարածաշրջանում, դառնալու է իրական գերտերություն։ Հայաստանի շահերին կողմ է Իրանը եւ մեզ ձեռնտու է, որպեսզի Իրանը դիմանա։ Պատերազմը դեռևս կշարունակվի։ Հիմա այս պահին Ադրբեջանից փորձեն հարձակվել, հենա իրանք կմտնեն, Ադրբեջանը կգրավեն։ Բաքու Ջեյհանը կենթարկվեր հարձակման եւ գուցե ենթարկվի հարձակման, որովհետեւ ուղիղ տանում է նավթը դեպի Իսրայել։ Վերջին 10 օրը արդեն այնպես են ուժ գնացել Իսրայելի դեմ իրանական հրթիռների հարվածները։ Իրենք էլ արդեն չեն թաքցնում, երբեմն որոշ բաներ ցույց են տալի, առաջ չէին ցույց տալիս։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է։ Եթե ուզում եք առավել մեծ նպաստ ունենալ մեր ալիքի զարգացմանը, ապա կարող եք միանալ մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Այսօր մեր հյուրը ռազմական պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն է, բարև եք եկել։ Բարև ձեզ։ Դուք նշել եք հետևյալը, Հայաստանի ճակատագիրը այսօր վճռվում է Պարսից ծոցում, պարոն Այվազյան։ Այո, չեք չափազանցնում։ Պարզապես երեք եղան դեպքեր, մինչ այդ էլ, որ ասում են ինչու է այսքան ժամանակ տրամադրում Պարսից ծոցի այս պատերազմին եւ Իրանի դեմ առհասարակ պատերազմին, եւ բացատրությունս եւ պատասխանս հետեւյալն է. այո, Հայաստանի ճակատագիրը այսօր վճռվում է Պարսից ծոցում։ Հենց այդ պատերազմն է որոշելու ինչպիսին է լինելու մերձավոր արևելքը, ինչպիսի ազդեցություն են ունենալու այստեղ Միացյալ Նահանգները, առհասարակ Արևմուտքը եւ Իրանը, որը այս պատերազմը ցույց տվեց հզորագույն երկիր է, որը կարողանում է դիմադրել երկու միջուկային տերություններին, մեկը աշխարհի համար առաջին գերտերությունն է, Միացյալ Նահանգներն է, մյուսն էլ մերձավոր արևելքի գերտերություն էր համարվում Իսրայելը, բայց հիմա Իրանը միայնակ, սա կարևոր է հասկանալ, չէ, հենց միայնակ այն օգնությունը, որը Իրանը գուցե ստանում է Չինաստանից եւ Ռուսաստանից, այդքան մեծ չէ, դա մի առանձին խոսակցության նյութ է, եթե ստանում է, գուցե ստանում է որոշակի արբանյակային հետախուզության տվյալներ, որոշ քանակությամբ զենք, բայց դա այն օգնությունը չէ, որը կարող էին Իրանին իրականում տրամադրել Ռուսաստանը եւ Չինաստանը, երկուսն էլ բռնել են շատ, այսպես կրավորական, կարելի է ասել, դիրք, եթե օգնում են միայն այսպես ասած գաղտնի խոսակցական լեզվով, եթե ասենք տակից, այնինչ նման դեպքերում օգնությունը պետք է լինի նաեւ բացահայտ, ամբողջական, որտեղ տեղի ունեցել ագրեսիա, իրենց ստեղծած երկու կազմակերպությունների լիարժեք անդամ, լիիրավ անդամ Իրանի դեմ, այսինքն խոսքս BRICS-ի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության մասին է։ Այդ երկու կազմակերպությունների շուրջ մեծ աղմուկ հանեցին, Իրանը նրանց անդամ է ամբողջական եւ այլն, բայց ինչպես տեսնում ենք, երկուսով էլ այսպես մի կողմ են քաշվել եւ ասում եմ, եթե օգնում են, այդ օգնությունը այն ձևը չի կրում, որը պետք է կրեր եւ որոշիչ չի, էլի։ Եվ որոշիչ չի իրականում։ Եվ նաեւ գիտեք, պետք է համեմատել նախորդ դեպքերի հետ աշխարհում։ Օրինակ Վիետնամը, երբ դիմադրում էր Միացյալ Նահանգների ագրեսիային, Վիետնամը ստանում էր Խորհրդային Միության ամբողջական աջակցությունը, բաց եւ դիվանագիտական աջակցությունը, եւ ռազմական աջակցությունը, եւ տնտեսական ամեն տեսակ բոլոր այսպես միջոցներով, իսկ այսօր Ռուսաստանն էլ Չինաստանն էլ բռնել են մի տեսակ այսպես երկիմաստ դիրքորոշում, թեև դատապարտել են իհարկե Իրանի դեմ ագրեսիան, բայց տեսեք Ռուսաստանը նաեւ 3 առաջ օրներ կարծես արտգործնախարարության հայտարարության մեջ դատապարտում էին Իրանի հարվածները ծոցի երկրներին, բայց ինչու, եթե ծոցի երկրներում կան ամերիկյան ռազմաբազաներ, որտեղից տեղի են ունենում հարձակումներ Իրանի դեմ, ապա պարզ է, որ այդ ծոցի երկրները նույնպես մասնակից են այս պատերազմին, էլ չենք ասում այն մասին, որ իրենց գումարով, իրենց մնացած շատ հարցերով աջակցում են այս ամեն ինչին։ Այնպես որ
այս երկիմաստությունը Չէ, բայց կներեք, էլի օրինակ տիեզերական կեր ճշգրիտ տվյալներ հաղորդել են մենք չգիտենք նախ հաղորդում են թե չէ, այդ հարվածները ոնց է հասցնում։ Իրանը չունի, բան է ոնց։ ունի ԱԹՍ-ներ, ունի արբանյակներ, թե իր արբանյակների միջոցով է այդ հարվածները ստուգում հասցնում, թե վայրերը էլի ճշգրիտ տեղերը, թե ռուսական չինական տվյալներն են, չգիտենք։ Այնինչ պետք է լիներ շատ հստակ ամբողջական աջակցություն, ընդ որում պետք է հայտարարեին այս պետությունները, որ իրենք թույլ չեն տալու, որ Իրանը ջախջախվի։ Իրենք պետք է դա, իսկ Իրանը միայնակ է այսօր փաստորեն դիմանում։ Տակից են խաղում։ Տեսեք, Ռուսաստանի նախագահն էր կարծես ասես մենք ունենք 2 միլիոն քաղաքացի, մեր քաղաքացիներն են կամ մեր նախկին քաղաքացիներն են, ովքեր ապրում են Իսրայելում։ Ինչ կապ ունի։ Դա ինչ կապ ունի։ Այդ ձեր քաղաքացիները մեկն էլ Ալա Պուգաչովան ու Գալկինն էին, դա ձեր կողմից էին, թե ձեր դեմ էին այդ մարդիկ, հասկանում եք։ Այնպես որ այս կրավորականությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի եւ Չինաստանի վերնախավերը շարունակում են սերտորեն կապված մնալ տարբեր մակարդակներով արևմտյան վերնախավերի հետ։ Բայց եթե վերադառնանք բուն հարցին, ինչից որ սկսեցինք, ինչու է Հայաստանի ճակատագիրը վճռվում Պարսից ծոցում եւ իրանական պատերազմի ուրեմն հետևանքներով, եթե Իրանը կարողացավ ոտքերի վրա մնալ եւ հետ մղել այս հարձակումը, այս շատ ուժգին հարձակումը, կորուստներն են մեծ ախր, հարյուրավոր հիվանդանոցներ, դպրոցներ։ Այո, բայց դա այն կորուստները չեն, որին Իրանը չկարողանա ու կարծես պատրաստ է, էլի տենց, ընդհանրապես չի ընկրկում։ Եթե դիմացավ, ուրեմն Իրանը հայտնվելու է այս տարածաշրջանում, դառնալու է իրական գերտերություն եւ կարողանալու է թելադրել իր պայմանները նաեւ շրջապատող երկրներին։ Այդ թվում Թուրքիային։ Նաեւ որոշ չափով Թուրքիային, բայց հատկապես Պարսից ծոցի երկրներին եւ Անդրկովկասում Հայաստանին եւ Ադրբեջանին իր հյուսիս։ Այո, տվյալ դեպքում մեզ դա ձեռնտու է լինելու ինչու, որովհետեւ Իրանը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։ Եվ կտրականապես դեմ է եւ Զանգեզուրի միջանց կոչվածին, այդ թուրանական միջանցքին է դեմ, եւ դեմ է Թրամփի ուղի ծրագրին, որով նախատեսում է Հայաստանի տարածքի 100 տարով անեքսիա, այս բանն էլ պետք է հասկանալ, սա անեքսիա է։ Միացյալ Նահանգները ցանկանում է 100 տարով, իսկ դա նշանակում է հավերժ, որտեղ այդ 100 տարին որ լրանա հայտնի չի, այստեղ Հայաստան կմնա, չի մնա, իսկ եթե մնա էլ այնքան թույլ կլինի, որ կասեն եւս 100 տարով, հետո 500 տարով, հետո 1000 տարով։ Իրանը այդ ամեն ինչին դեմ է, դա նշանակում է Հայաստանի շահերին կողմ է Իրանը եւ մեզ ձեռնտու է որպեսզի Իրանը դիմանա։ Իրանը հաղթած դուրս գա այս պատերազմից։ Իսկ այս պատերազմում արդեն բավական երկար ժամանակ է, վերջին գոնե 10 օրը առնվազն նախաձեռնությունը անցել է Իրանի կողմը։ Ես մի քանի օր առաջ գրեցի այդ մասին, որ նախաձեռնությունը այժմ գտնվում է Իրանի ձեռքում եւ հենց այսօր տեսա Մեծ Բրիտանիայի մի 6 հետախուզական այդ հզոր կառույցի նախկին ղեկավարը ելույթ էր ունենում եւ այդ նույն բառերով ասաց, որ նախաձեռնությունը արդեն իր ասելով 2 շաբաթ է գտնվում է Իրանի ձեռքերում։ Այնպես որ եթե այսպես շարունակվի, Իրանը պարտադրելու է իր ուրեմն պայմանները ապագա զինադադարի կամ խաղաղության համար, ինչպես Իրանն է ասում։ Ասում ես զինադադարին համաձայն չեմ, որովհետև եթե զինադադար լինի, դուք կգնաք, ձեր զինանոցը կհամալրեք, որովհետև այն մեծ չափով սպառվել է, հատկապես հակաօդային հրթիռները, հակահրթիռային հրթիռները նաև սպառվել են, կգնաք համալրեք 6 ամիս հետո, մի տարի հետո կգաք էլի կհարձակվեք ինձ վրա, իսկ ես ինչ դրանով կշահեմ։
Իսկ հիմա Իրանը օգտվելով իր դեմ հարձակումից, այսպես կարելի ասել, բռնել է կոկորդից Միացյալ Նահանգների եւ նաեւ գուցե ամբողջ աշխարհի փակելով Հորմուզի նեղուցը։ Ամբողջ աշխարհի չասենք, որովհետեւ հայտարարել է, որ այն բարեկամական պետությունները եւ չեզոք պետությունները կստանան Հորմուզի միջանցքով այդ նեղուցով անցնելու թույլտվություն։ Իսկ ճշնամական պետությունները կամ այն պետությունները, որոնք օգնում են Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին այս պատերազմում, չեն ստանա։ Հիմա եթե պատերազմը այնքան թեժանա, փորձեն հարձակումներ գործել եւ այդ նեղուցի ուղղությամբ եւ ուրիշ ուղղություններով, գուցե առհասարակ ականապատի եւ փակի եւ այդ նեղուցը, կամ եթե Թրամփի հետաձգված սպառնալիքը հարվածել Իրանի էներգետիկ համակարգին, ոչնչացնել բոլոր էլեկտրակայանները, եթե այդ 4 օր, արդեն 3 օր հետո լրանալու է նորից վերջնաժամկետի այդ վերջնագրի ժամկետը, Իրանը ոչնչացնելու է ծոցի պետությունների ամբողջ ոչ միայն էներգետիկ համակարգերը, ոչ միայն այդ նավթարդյունաբերական համալիրը, այլ նաև աղազրկման գործարանները, որոնք ջուր են ապահովում այդ Պարսից ծոցի պետություններին։ Ուղղակի ջրից կզրկի։ Այո, այսինքն հասկանում եք, այնտեղ մի քանի պետություն կա, Քուվեյթն է, Բահրեյնն է, Էմիրատները, մի քիչ պակաս չափով կարծես Քաթարն է, որոնք 80-90%-ով կախված են այդ ջուրը մաքրող գործարաններից։ Եթե դրանք ոչնչանում են, այդ հասարակությունները եւ պետությունները բնականաբար վերանում են։ Առանց ջրի ինչ հասարակություն, ինչ պետություն։ Մարդիկ ուղակի հեռանալու են միլիոններով, հեռանալու են այդ պետություններից։ Առաջին հերթին բնականաբար կհեռանա այն եկվոր աշխատուժը, ներգաղթյալները, ովքեր աշխատում են, որ մեծ թիվ է կազմում, մեր հաղորդումներից մեկում ես թվերը բերել էի, քանի տոկոսն են, այս երկրում 80%, այն երկրում 90%, Սաուդյան Արաբիայում կեսը բնակչության, մոտ 16-17 միլիոն, կեսը այդ եկվորներն են։ Առաջինը բնականաբար նրանք կհեռանան, բայց եթե ջուր չեղավ, բոլորը կհեռանան։ Առանց ջրի ինչ հասարակություն, ինչ պետություն։ Հիմա ահա այսպիսի խաղաքարտեր ունի իր ձեռքին Իրանը, որ կարող է գործադրել։ Հիմա դրան իլերումը ձեր ասացի, ինչ այս պահին կատարվում, էլի վերջին լուրերը ըստ էության։ Ակնկալվում է, որ Պենտագոնը ԱՄՆ բանակի էլիտար 82-րդ օդադեսանտային դիվիզիայի հազարավոր զինվորների կուղարկի Մերձավոր Արևելք։ Այս մասին Reuters-ն է գրում, հավաստի աղբյուր է։ Այս ակնկալիքը, եթե չասենք կատաստրոֆան հաշվի մեջ ունենալով, ԱՄՆ-ն ինչու է գնում ցամաքային օպերացիայի բանալուզը։ Ցամաքային օպերացիայի գնում թե չի գնում հայտնի չի, դա գուցե առավելապես հոգեբանական գործողություն է, որովհետև զինվորական մարդկանց համար կամ ռազմական պատմություն իմացող մարդկանց համար այդ ուժերը, որը հայտարարում են, թե հիմա գնում են 3000-անոց այդ 82-րդ դեսանտային դիվիզիան է, դրանից առաջ 2 ծովային հետևակայինների խմբեր էին տեղաշարժում եւ հիմա շուտով կհասնեն, այսօր ուրբաթ օրը կհասնեն այնտեղ։ 2 գումարտակի չափ կարելի ասել ուժեր են, 2200 հոգի ընդհանուր առմամբ, բայց դրանցից ոչ բոլորն են, որ ցամաք կարող են իջնել։ Այնտեղ կարծեմ 1200 կարող է ցամաք իջնել, որտեղ կան ուղաթիռներ, կան նավաստիներ եւ այլն։ Սրանք ուժ չեն։ Այն ահռելի տարածքը, որ զբաղեցնում է Իրանը եւ այն ահռելի բանակը եւ զինված ուժերը, որ ունի Իրանը, դրա դիմաց սրանք որևէ ուժ չեն ներկայացնում։ Իրաք ներխուժելու համար հավաքվեց Սաուդյան Արաբիայում եւ Քուվեյթում հատկապես 2003 թվականին ես նկատի ունեմ, որ մինչ այդ մի տարի շարունակ տեղի էր ունենում զորքերի կուտակում Սաուդյան Արաբիայում եւ Քուվեյթում եւ մերձակա տարբեր պետություններում 300,000 զորք հավաքվեց այդտեղ, որոնցից 150,000-ը մտավ Սաուդյան Արաբիա։
Կներեք, Իրաք, մտավ Իրաք։ Հիմա սա ինչ ուժերի մասին է խոսքը։ Բացի այդ, տեսեք հիմա ասում են գուցե թե այս դեսանտայինները կամ ծովային հետևակայինները փորձեն գրավել Խարկ կղզին, որը այսպես վճռորոշ տեր ունի Իրանի նավթային պաշարների, ուրեմն այդտեղ կուտակվում է, այդտեղից դուրս է հանվում լցանավերով, շատ հարմար է կառուցված, այդ համալիրը հրաշալի կառուցված է, այնտեղ երկու կողմից լցվում են եւ ճանապարհվում են։ Գուցե դա գրավեն, ասում են։ Այդտեղ էլ եմ խիստ կասկածում եւ զարմանալին գիտեք ինչն է, հիմա կասեմ ինչու եմ կասկածում, որ նայում ես երբեմն CNN-ով կամ Fox News-ով ամերիկյան, տեսնում ես խոսում է մի ադմիրալ կամ խոսում է մի գեներալ ամերիկացի եւ լրջորեն այսպես ասում է, որ ահա կարողանանք այսպես մտնել, գրավել, բան եւ օրինակներ են բերում նախկին երկրորդ համաշխարհային պատերազմից, ինչպես են ամերիկյան զորքերը գրավել օրինակ ճապոնական այսինչ կղզին եւ այլն, այլ չասելով թե այդ կղզին որ գրավել են, ինչքան զոհ են տվել։ Օրինակ Օկինավա։ Ահռելի զոհեր են տվել։ Չէ, այնտեղ մի փոքր այնտեղ կղզի են գրավել, առնվազն 7000 հոգի զոհ են տվել։ Այսօր այդքան չեն էլ բերել որ գնան այդ հետևակայինները կամ դեսանտայինները, բայց դա չի հարցը։ Պատերազմի պայմանները մեր հաղորդումներին էլի խոսել եմ ես, փոխվել են։ Երկու կարևոր հանգամանք կա, որ առաջ չի եղել։ Մեկը, որ թշնամին տեսնում է քո զորքերը շատ լավ, կարողանում է հայտնաբերել այդ զորքերը, որը որտեղ են հստակ տեսնում է։ Երկրորդը, որ կարողանում է ճշգրիտ հարվածել այդ կետերին։ Սա ահռելի փոփոխություն է։ Այսինքն, պատկերացնենք, մտան այդ Խարկ կղզի, նախ գրավելը բարդ գործ կլինի, որովհետև իրանցիները պատրաստվել են։ Հիմա դա նաև անակնկալ չի լինելու այդ հարձակումը։ Եթե անակնկալ հարձակում ես կատարում, դա մի բան է։ Եթե ոչ անակնկալ ես կատարում, բոլորովին այլ բան է։ Այնտեղ այսինքն պատրաստ են մարդիկ 100 տեսակ ծրագիր են մշակել։ Տեսեք, այսպես հարձակվեցին 7 տեսակ ծրագիր ուներ Իրանը նախապատրաստած, ինչպես հակադարձի։ Այստեղ խփեց, այնտեղ խփեց, ռադարներին խփեց, նավթարդյունաբերական գործարաններին խփեց, Հորմուզի նեղուցը փակեց։ Այստեղ էլ 1000 բան պետք է նախատեսի։ Այդ Հորմուզի, այդ Խարկ կղզին գտնվում է Իրանից մոտավորապես 25 կիլոմետր, բուն ցամաքային Իրանից 25 կիլոմետր տարածության վրա։ Այսինքն նույնիսկ հրետանու համար հասանելի է լինելու։ Բայց եթե անգամ հրետանին մի քիչ ավելի տեսանելի լինի Միացյալ Նահանգների Իսրայելի օդուժի համար, ավելի խորքից կարող է հարվածել եւ ԱԹՍ-ներով եւ բալիստիկ քրթիռներով։ Դա փոքր կղզի է, շատ փոքր է այդ կղզին։ Այնտեղ այդ իբր գրաված այդ ծովային հետևակայինները դառնալու են հեշտ թիրախ եւ ոչնչացվելու են այնտեղ։ Մի օրինակ բերեմ, հիշում եք Ուկրաինայի Զմիյնի կղզին, հայերեն եթե թարգմանենք օձի կղզի երևի, օձային կղզի։ Ուկրաինայի Օդեսայի կողմերից դե մի քիչ հարավ, այսպես եթե իջնենք։ Երբ ռուսները հենց պատերազմի սկզբում էր գրավեցին այդ կղզին, հիշում եք։ Հա, դա մեծ պատմություն էր, որ այն նավը եկավ ռուսական, սրանք ասեցին գնա այստեղ մի արի եւ այլն, բայց հետո այնուամենայնիվ գրավեցին այդ կղզին։ Ինչ եղավ հետո այդ կղզու վրա գտնվող զորքերի հետ։ Ուկրաինացիները սկսեցին խփել, որովհետեւ կարողանում էին տարբեր միջոցներով, հրթիռներով կամ գուցե նաեւ օդուժով հասնում խփում էին։ Եվ ռուսները սկսեցին կորուստներ կրել, դուրս հանեցին իրենց զորքը։ Հետո ուկրաինացիները եկան այդտեղ, ռուսները սկսեցին խփել, փոքր է կղզին, թաքնվելու տեղ չկա, հասկանում եք, շատ մեծ տեղեր չեն, ինչ-որ սարեր լինի, չգիտեմ ինչ լինի, այստեղ թունել փորես, մտնես, հեսանես այնան, նույն այս Խարկ կղզին է լինելու։ Եվ գրավելուց ահավոր կորուստներ կկրեն, եթե կարողացան գրավել։ Եվ այդտեղ մնալուց ահավոր կորուստներ կկրեն, այսք հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ կարող են զոհվել։ Դրա համար ես խիստ կասկածում եմ, թե այդպիսի ռազմագործողություն կանեն։ Գուցե փորձեն ուրիշ բան անել,
երեք փոքր կղզի կա, ավելի փոքր կղզիներ, Հորմուզի նեղուցին ավելի մոտ, որոնք Իրանը գրավել է 1971 թվականին Սաուդյան Արաբիայի անկախություն ստանալուց հռչակելուց մի քանի ամիս առաջ, դեռևս նախահեղափոխական Իրանը, շահը գրավեց այդ կղզիները, դրանք միշտ վիճելի կղզիներ են եղել, գրավեց այդ երեք կղզիները, այնտեղ անունները մեկը Աբուս Մուսան է, մեկը մեծ թումբ, կարծեմ, փոքր թումբ, ինչ որ այսպիսի մի անուն էր, թումբը բառը հայկական է, բայց ինչ-որ տենց մի բան էր։ Այս երեք կղզիները կարող են փորձել գրավել, եւ եթե այդպիսի փորձ անեն, ելի նույն խնդիրն է առաջանալու, դարձյալ այդ ավելի փոքր են այդ կղզիները, ավելի դժվար է այնտեղ լինելու թաքնվել։ Այնպես որ խնդիրներ կան այստեղ։ Հետո այդ զորքերը եթե փորձեն ավելի շատ մեծ զորքեր կուտակել, որտեղ են կուտակելու, օրինակ որտեղ են հավաքելու այդ զորքերը։ Նախ ասենք Սաուդյան Արաբիան պիտի սկսեն հավաքել։ Որտեղ հավաքվեցին, այնտեղ այդ բալիստիկ հրթիռն իջնելու է, ԱԹՍ-ները իջնելու են։ Տեսեք հիմա ինչա կատարվում Իրաքում։ Բոլոր ամերիկյան բազաները, նույնիսկ կենտրոնները ենթարկվում են իրանցիների եւ Իրաքի Իրանամետ շիական ռազմական խմբավորումների ամենօրյա հարձակումների, ամեն օր, նույնիսկ այն FPV ԱԹՍ-ներով են, արդեն նկարները կան, ինչպես գալիս է ուղղաթիռին խփում է ամերիկյան, բազայում նստած։ Այդ բազաներն էլ են իրենց ժամանակը սպառվում է, այդ բազաները չեն կարող մնալ այնտեղ, դրանք հեռանալու են, եթե այսպես շարունակվի, անիմաստ զոհեր են կրելու, ամեն օր ենթարկվելու են հարձակումների։ Առանձնապես մի լուրջ բան չկարողանալով անել այդտեղ, հասկանում եք, Իրանը ունի այս հարցերում մեծ առավելություն, որովհետև ինքը գտնվում է այս տարածաշրջանում, Միացյալ Նահանգները գտնվում է շատ հեռու։ Միացյալ Նահանգներն այստեղ ունի ընդհանրապես ռազմաբազաներ, բայց իր ամբողջ այդ ինչը ունի, չունի այնտեղ է։ Մի բանա Վենեսուելա այդ են պատերազմի, որ մոտ է Վենեսուելան Իրան։ Ուրիշ բանա, եթե պատերազմը մղում այսքան 10,000 կիլոմետր հեռավորության վրա։ Այդ առումով էլ այս գործողությունները ուղարկում են, զորք են ուղարկում են, ոչ մի լուրջ բան չի նշանակում։ Էլ չեմ ասում, որ եթե փորձեն հանգարց իջնել Հորմուզի նեղուցը, ասում են, պետք է մենք ապահովենք Հորմուզի նեղուցով ելումուտը։ Դա ոնց են անելու։ Այդ Հորմուզի նեղուցը դարձյալ նեղ մի նեղուց է, իր ամենանեղ տեղում մոտավորապես 30 կիլոմետր է։ Ընդ որում այդ 30 կիլոմետրը չի, որ նավերը գնում գալիս են, այն մեծ լցանավերը գնում գալիս են, մոտ 10 կիլոմետրանոց մի հատված կա, այդ 10 կիլոմետրի մեջ են գնում գալիս։ Հերիք է մի անգամ մի լցանավի խփի, հերվից թեկուս, չգիտեմ, Խուզիստանից խփի գա այդ հրթիռը կպնի։ Այդ մի լցանավին, որ կպավ, մի ամիս կամ 2-3 շաբաթ ոչ մի լցանավ չի համարձակվի տեղով գնա, էլ չեմ ասում, որ կարող է ականապատի պարզապես։ Դե Հորմուզի նեղուցում արդեն այսպես նավթեր տեղափոխող բաների խցանում էր առաջացել, բայց մի կարևոր հարցի ուզում եմ անդրադառնանք, պարոն Այվազյան, միջև խոսենք այն մասին, թե ինչ հնարավոր ելքեր կարող են լինել այս պատերազմից, ինչ վարկածներ կան, որքան կտևի եւ այլն, լիբանանյան ճակատն է ակտիվացել, այստեղ արդյոք սա կարևոր չէ, հա, գուցե զուգահեռներ անցկացնենք նաև այլ մի տեսակ ստվերեց ուկրաինական պատերազմը, բայց չմոռանանք, որ դա եւս անուղղակի իր հետևանքներն են ունենում մեր վրա, համեցեք այս մասին ինչ կասեք։ Լիբանանյան ճակատը այս մեծ իրանական պատերազմի եւ մերձավոր արևելյան պատերազմի մի ճակատն է։ Դա ցամաքային է, հա։ Այո, ցամաքային պատերազմ է։ Այդտեղ իրանամետ շիական Հեզբոլահը կարողանում է ուղղակի մերձամարտի մեջ մտնել իսրայելյան զորքերի հետ եւ իրանց լուրջ կորուստներ պատճառել արդեն բուն զորքերին։ 7-8 տանկ են խփել, տարբեր զրահատեխնիկայի, ասեն իսրայելական բանակներ կիլոմետրերով առաջ եկել։ Հիմա դեռ առաջ չի եկել կիլոմետրերով, որոշ մի քիչ առաջ եկել է, առաջ եկած էր։ Փաստենք, որ իրանական պրոքսի ուժ է Համասը կամ Հեզբոլահը, որը այս դեպքում պրոքսի ուժ չի, ինչ ենք ասում պրոքսի։ Պրոքսի ուժ նշանակում է կարծես թե Իրանի այսպես ցակությամբ է այդ ուժը այնտեղ կռվում, բայց այդպես չի, նրանք կռվում են հանուն Լիբանանի, կռվում են հանուն Պաղեստինի, կռվում են հանուն իրենց, հասկանում եք, այնպես որ սա դաշինք է, Իրանի դաշնակիցն է, պրոքսի ուժը մի քիչ վիրավորական այսպես
եզր Իսկ այնտեղ գաղափարական առանցքը որի համար կռվում է։ Այո, եւ գաղափարական նաեւ Լիբանանի ազատության համար են կռվում, որովհետեւ հիմա տեսեք Իսրայելն ինչ է հայտարարել, ասել է ես մինչև Լիթանի գետը առաջ եմ գալու, դա մոտավորապես 40-45 կիլոմետր է Լիբանան եւ այդ տարածքում եղած ամբողջ բնակչությանը հանելու եմ, հավասարեցնելու եմ հողին այս շինությունները բոլոր եւ չեմ հեռանալու եւ թույլ չեմ տալու որ այդ բնակչությունը հետ գա։ Ձեզ ինչ-որ մի բան սա հիշեցնում է, թե ոչ։ Ադրբեջան, Թուրքիա, ցեղասպանություն, սա է։ Եվ նաեւ արդեն բարձրաձայնում են պետական մակարդակով ֆինանսների նախարարը Իսրայելի Սմոտրիչը, որը ֆաշիստ է բացահայտ, այդ Սմոտրիչը հայտարարել է, որ մենք պետք է անեքսիայի ենթարկենք այդ հատվածը Լիբանանի։ Այնպես որ Հեզբոլլահի կռիվը դա Իրանի կռիվ չէ միայն, դա հենց Լիբանանի համար է, Լիբանանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, Պաղեստինի ժողովրդի իրավունքների եւ այլն, հազար ու մի բանի համար է այդ կռիվը գնում։ Ուրեմն տեսեք Իսրայելի ռազմավարությունը այստեղ հետաքրքիր է իսկապես եթե համեմատում ենք Ռուսաստանի վարած պատերազմի հետ։ Իսրայելը վարում է իսկական պատերազմ։ Այն որում տոտալ ոչնչացման, բնաջնջման պատերազմ է վարում։ Եվ իր քայլերում տեսեք ոչնչից չի խորշում 6 կամուրջ կար այդ Լիտանի կամուրջ գետի վրա։ Այդ կամուրջները գրեթե բոլորը այսօր կարծեմ ոչնչացրել, գուցե 1-2-ը մնացել են դեռ։ Բայց հարվածներ հասցրել է, որպեսի կտրի իր ասելով Հեզբոլլահի իբր Հեզբոլլահը այդ կամուրջներով բերում է եւ այլն։ Դե իսկապես դրանցով էլ կբերի, բայց բացի դրանցից կարող է նաեւ այլ կերպ հասցնել զինամթերք, զենք եւ այլն, եւ իր մարտիկներին հասցնել Լիթանի գետից դեպի հարավ։ Բայց իրականում այդ կամուրջները ոչնչացվում են, որպեսզի ժողովուրդը հետ չգա նաև։ Ադրբեջանը սա արել է դեռևս 20-ական թվականներին Նախճեվանում։ Երբ հայ բնակչությունը հեռացել էր այն 18-20 թվականի պատերազմներից, հետո արդեն խորհրդային միություններ, արդեն ուրեմն խաղաղեր իրավիճակը եւ այլն, երբ հայ բնակչությունը ցանկանում էր վերադառնալ Նախճեվան, իր գյուղերը, Նախիջևան քաղաք եւ այլն, Ագուլիս Ադրբեջանն ասեց ոչ, թույլ չեմ տալիս եւ դրա մասին կան փաստաթղթեր, խորհրդային միության ժամանակաշրջանի մասին եմ ասում 20-ական թվականներ, փաստաթղթերը պահպանված են, հստակ ցույց են տալիս։ Նույն ցեղասպանական քաղաքականությունը վարում է Իսրայելը։ Թույլ չտալով ժողովրդին հետ գալ։ Բայց այս կամուրջների պահ հետաքրքիր է, տեսեք ռուսները 4 տարի պատերազմա գնում, արդեն անցավ հայրենական պատերազմի ժամկետը լրացավ, արդեն անցել են մի 2-3 ամիս ավել են կռվում, բայց Դնեպրի վրայով քաշված կամուրջներին հարվածներ չեն հասցնում։ Ինչպես դա բացատրել տրամաբանության մեջ չի տեղավորվում, որովհետև իսկապես այդ կամուրջները օգտագործվում են նաև ռազմական նպատակներով։ Ինչ հաշիվ է դժվար է ասել, բայց մեծ տարբերություն է տալիս եւ Իրան-ամերիկյան իսրայելյան պատերազմից եւ ահա խնդրեմ այդ կամուրջները ինչպես է Իսրայելը ոչնչացնում։ Ինչ է չեն կարող ռուսները ոչնչացնել այդ կամուրջները, շատ լավ էլ կարող են, բայց չեն ոչնչացնում։ Զարմանալի տարօրինակ պատերազմ է։ Ռուսաստանի կողմից մաղվում, Ուկրաինան ամբողջությամբ կռվում է, իսկ Ռուսաստանը ոչ։ Կես ուժով է իր կռվում, կես ուժով էլ չէ, երևի ուժի կեսի չափով է կռվում։ Այնպես որ այո, հետաքրքիր տարօրինակ բաներ կան, որոնք գուցե հետագայում կպարզվեն ավելի հստակ, թե ինչը ինչոց է։ Մեկ այլ ուշագրավ, ուրեմն արդեն ռուսական 10 լրատվականն է նշում, որ ԱՄՆ-ն կշարունակի արձակվել Իրանի վրա եւս 2-3 շաբաթ, նույնիսկ եթե բանակցություններ սկսի վարվել, ես էլ առանձին խոսենք, թե հնարավոր է արդյոք դա թե ոչ, որտեղ երկուստեք իրարամերժ, իրար հակասող պայմաններ են թելադրում։ Ձեր կանխատեսումը հնարավոր ժամկետների։ Դե կանխատեսում չեմ ուզում անել։ Չէ, դե տաք ֆազա է, տաք ֆազա չի, առայժմ նշмарվում է, չի նշмарվում։ Չի նշмарվում, որովհետև կողմերը իրենց դիրքորոշումներով իրարից շատ հեռու են։ Իրանը առաջ է քաշում մի շարք պայմաններ, որոնք անընդունել են Միացյալ Նահանգների համար եւ Իսրայելի համար, Իսրայելը եւ ԱՄՆ-ն պայմանների առաջ քաշում, որոնք անընդունել են
Իրանի համար։ Եկեք այդ պայմանները կարճ ասեմ, մի քանիսը, ոչ բոլորը։ Իրանը ասում է դուք ամերիկյան ռազմաբազաները այս տարածաշրջանից պետք է հեռանան։ Վերջ։ 1. Որպես երաշխիք, որ ապագայում իդեմ գործողություններ չեն կիրառվի։ Երկրորդ ասում է, պետք է դադարեցվեն գործողությունները իմ դաշնակիցների դեմ, Մերձավոր Արևելյան, այսինքն Հեզբոլլահի դեմ, նաև Համասի եւ Պաղեստինի ժողովրդի դեմ, որտեղ այնտեղ միայն Համասի դեմ Իսրայելը պատերազմ չի մղում, արևմտյան ափին Հորդանանի, իսկ Պաղեստինյան իշխանության այդ տարածքում այս վերջի 2 տարվա ընթացքում 1200 հոգի մարդ է մոտավորապես սպանվել եւ անընդհատ իսրայելցի այդ գաղութարարները առաջ են գալիս եւ գրավում են նորանոր տարածքներ։ Ասում են այս ամենին պետք է դադարեցնել եւ Լիբանանից պետք է դուրս գաս եւ Գազայից պետք է դուրս գաս եւ արևմտյան ափը պետք է հանգիստ թողնես։ Ուրեմն սա երկրորդ պայմանն է։ Երրորդ պայմանն է, որ ասում է պետք է ռեպարացիաներ ինձ վճարեք այն վնասի համար, որ հասցրել եք Իրանին։ Ուրեմն այս երեքը եթե վերցնենք, այնտեղ մի հատ էլ պայման կա Հորմուզի նեղուցի վերաբերյալ, որ նոր կանոնակարգ հաստատվի, ինչպես են անցնելու Հորմուզի նեղուցը։ Ազատ գոտի է, եկա Իրանը չի վերած։ Չէ, հենց որ դրանից հետո Իրանն ասում է, իր դերը մեծանալու է այդ Հորմուզի նեղուցի վերահսկողության գործում։ Սա էլ մյուս պայմանն է, այնտեղ ուրիշ պայմաններ էլ կան ավելի մանր, բայց այս հիմնականն ամերիկյանին ասեցի, հա։ Իսկ հիմա նայենք Իսրայելի եւ Միացյալ Նահանգների պայմանները որոնք են։ Այն էլ ինչ որ եղել է մինչև պատերազմի սկսվելը։ Իրանը պետք է հրաժարվի իր միջուկային ծրագրից, Իրանը պետք է սահմանափակի իր բալիստիկ հրթիռների քանակն ու հեռահարությունը, Իրանը պետք է չաջակցի Հեզբոլլահին եւ մյուսներին։ Այսինքն իրար հակասող այսպես 100%-անոց բաներ են, որ չեն աշխատելու բնականաբար։ Սա նշանակում է պատերազմը դեռևս կշարունակվի։ Մանավանդ եթե նույնիսկ այսօր Միացյալ Նահանգները հայտարարեց, ասեց, լավ, Թրամփունի չէ այդպիսի բնավորություն։ Ես հաղթեցի ամենով ասма հաղթել եմ։ Մենք հաղթել ենք, արդեն հաղթել ենք։ Ես հաղթեցի, դուրս եմ գալի պատերազմից։ Իրանը չի դադարեցնի, ոչ Հորմուզի միջանցքը կբացի, ոչ էլ կդադարեցնի ամերիկյան ռազմաբազաներին հարվածելը, ոչ էլ կդադարեցնի Իսրայելին հարվածելը, որովհետև համարում է, որ իրեն պետք է փոխհատուցեն այն ամենի համար, ինչ որ պատճառել են իր ժողովրդին, իր երկրին բացահայտ ագրեսիայի դիմելով։ Հիմա սա Իրանն ու Իսրայելը չեն կարող ընդունել, բայց մյուս կողմից նրանք շատ ծանր վիճակի մեջ են այսօր։ Եթե միջուկային զենք չկիրառեն, ուրիշ ոչինչ չեն կարող անել, մյուս քայլը մնում է այդ էլեկտրակայաններին հարվածելը, որը իր հերթին բերելու է Պարսից ծոցի ամբողջ այդ հասարակությունների, պետությունների ոչնչացմանը Իրանի հակահարվածի ժամանակ։ Չէ, դե միջուկայինից հետո ինչ հակահարված։ Չէ, միջուկայինի ժամանակ, եթե առանց միջուկայինի հարված են այդ էլեկտրակայաններին Իրանի եւ նավթարդյունաբերությանը, դա բերելու է ամբողջ Պարսից ծոցի այդ նաեւ Իսրայելի էլեկտրակայանների ենթարկվելու հարվածների հետևանքները շատ ավելի ծանր կան։ Պարոն Այվազյան, տեսեք, մի պահ ակտիվացավ այդ Իրանի հյուսիսային ուղղությունը, հա, Ադրբեջանով ու դադարեց։ Հիմա ցամաքային զորքեր են գալիս պես տարածաշրջան։ Ամեն դեպքում էլի 2 օր է տալիս ժամանակ, հետո 5 օր է ասում բանակցությունները ակնհայտ խափում է, Իրանը փաստում Թրամփի մասնախոսքը։ Ասում է, որ Իրանի հետ բանակցություններ են վարում, Իրանն ասում է, այդպես բան չկա, սուտ է խոսում եւ այլն, հարցս հնարավոր է ինչ-որ գաղտնի ամեն դեպքում այտենց մի ռազմական վերլուծաբանի հետ ենք խոսում, ասեց, որ հնարավոր է թիկունքից հարված, ոնց որ այտենց ծածուկ Ադրբեջանից Իրանին հասցվի։ Այս գիծը կակտիվանա թե չէ։ Ինչու է բանից չի, այսինքն ցամաքային ուրիշ տարբերակ չկա։ Այո, ցամաքային կար ծովային ուղղությունը, որը այսօր էլի դարձյալ այս պատերազմի նոր սպառազինության ուրեմն դաշտ մտնելուց հետո դեսանտային օպերացիաները բարդացել են գրեթե անհնարինության աստիճանի։ Տեսանելիության պատճառով։ Այո, եւ տեսնում են եւ կարող են ճշգրիտ խփել, այսինքն պատկերացնում ենք մի նավի վրա դեսանտային
օրինակ 1000 հոգի ծովակին հետևակային է կամ զորք է, որը պետք է գա ափիչեցնի այդ ինչպես էր առաջ արվում, օրինակ Նորմանդիա 44 թվականին ինչպես իջան դաշնակից զորքերը, ամերիկյան, անգլիական, որոշ ֆրանսիական զորքեր կան եւ այլն։ Ինչպես իջան։ Նրանք միտեղից խափեցին իբր այնտեղ են լինելու, այս կողմից իջան եւ կարողացան իրականում այդ խափուսիկ հարվածը հասցնել, մի բոլորովին ուրիշ տեղ էին ցույց տալիս, բայց ուրիշ տեղ եկան եւ այնպես իջան, որ հենց այդ պահին իրենց չնկատեցին։ Մի քիչ ուշ նկատեցին, արդեն իջնելուց հետո։ Իսկ հիմա դա հնարավոր չէ։ Հիմա չեն կարող այդպես հանկարծակի գալ, իջնել, ենել այդ քանակությամբ այնտեղ իջան հազարավոր զորքեր։ Այստեղ որտեղ է քեզ 100,000-ավոր զորք չկա այս տարածաշրջանում, որ բերեն իջացնեն Իրանի ափ խորանան, հասկանում եք։ Հիմա գանք հյուսիսային ճակատին։ Ով պետք է այստեղ ամերիկյան զորքեր չկան, իսրայելյան զորքեր չկան, գուցե կան իսրայելյան եւ կան իսրայելյան ԱԹՍ-ներ կան։ Ադրբեջանում եւ Արցախում նաեւ այդտեղից ըստ ամենայնի կատարվում են եւ հետախուզական եւ գուցե նաեւ հարվածային ինչ-ինչ թռիչքներ դեպի Իրան, օրինակ ռմբակոծվեց Էնզելի նավահանգիստը Կասպից ծովի ափին, որը հետաքրքիր է ուժգին հարվածեր նաեւ Ռուսաստանի, որտեղ Ռուսաստանի Իրանի հետ դեպի հարավ կապներ, բայց էլի Ռուսաստանի կողմից մի լուրջ բան չլսեցինք։ Իսրայելն ասեց իբր տարբերակ կար իբր Իսրայելը, որ Ռուսաստանի աջակցությանն է, էլի ասում ցույց է տալիս, որ դե հիմա չգիտենք ինչով են հարվածել, գուցե տոմահավքներով են հարվածել, գուցե չգիտեմ օթուժն է եկել հարվածել, չենք իմանում, բայց գուցե նաև հենց Ադրբեջանից, որտեղից ամենահեշտն է, այն հարվածային ԱԹՍ-ները կարող էին նաև գալ հարվածել։ Ադրբեջանական զորքը այն զորքը չէ, որ կարողանա մտնել Իրան։ Այսօր Իրանում ժողովուրդը համախմբված է, նաև հետաքրքիր է, որ հենց այդ թուրքախոս հատվածում Ադրբեջանի չէ, Իրանի, այդ նաև որ այնտեղ էլ է կոչվում Ադրբեջան, այդ նահանգները, Արևելյան Ադրբեջանը, այնտեղ Արդաբիլն է, Թավրիզն է եւ այլն, այս շրջանները Թավրիզ, Արդաբիլը ահռելի ցույցեր են տեղի ունենում ընդդեմ ամերիկյան այս իսրայելյան հարձակումների եւ ժողովուրդը պատրաստ է ատամներով պաշտպանել երկիրը։ Հիմա այս պահին Ադրբեջանից փորձեն հարձակվել, հենա իրանք կմտնեն, Ադրբեջանը կգրավեն։ Կասեն մենք էլ ենք թուրքախոս այս հատվածը, դուք էլ եք թուրքախոս, ով է։ Մենք ենք ձեզ մեր թևի տակ վերցնում, ինչպես նախկինում եղել է, ոչ թե դուք մեզ ձեր թևի տակ։ Այնպես որ սա էլ չի աշխատում կենտրոն։ Բայց ուրիշ բան կա այստեղ։ Շատ կարևոր, ես 3-4 օր առաջ, 2 օր առաջ, երբ այդ վերջնաժամկետը լրանում էր Թրամփի, դա լրանալու էր 3 մեր ժամանակով Երևանի առավոտյան 6-ին 15 պակաս 5:45 լրանալու էր Թրամփի ժամկետը։ Եվ Թրամփը հարվածելու էր էլեկտրակայաններին, հայտարարել էր այդպես, ասել է 5 օրով հետաձգում եմ, 2 օրն անցավ համարյա, 3 օր է մնացել, կարող է 3 օր հետո հարվածի, կարող է 1 օր հետո հարվածի, չպահի իր վերջնագրի ժամկետը, Թրամփից սպասելի է, նա ոչ մի պայմանավորվածություն խոստում, ոչինչ չի պահում։ Եվ այդ հարվածից հետո Իրանը խոստացել է ոչնչացնել ծոցի պետությունների եւ էներգետիկ համակարգերը եւ ասացի աղազրկման գործարանները եւ այս պայմաններում արդյոք Իրանը չեր հարվածի Ադրբեջանի Բաքու Ջեյհանի եւ դրան սպասարկող ամբողջ նավթարդյունաբերական համալիրին։ Ես կարծում եմ, որ գրեթե 100%-անոց կարող 90%-ով կարող եմ ասել, որ կհարվածի այդ դեպքում, որովհետեւ իր դեմ այդ հարվածը ստանալուց էլեկտրակայանների դեմ պատերազմի էսկալացիան աճում է բոլորովին այլ մի թափով, մի ուրիշ փուլ է մտնում պատերազմը, արդեն բնաջնջման փուլ է մտնում եւ այդ ժամանակ ինչ որ այսպես
կարմիր գծերը, որոնք դեռևս կան ինչ որտեղ, բոլորը վերանում են երկու կողմի համար էլ։ Եվ այդ ժամանակ Բաքու Ջեյհանը կենթարկվեր հարձակման եւ գուցե ենթարկվի հարձակման, որովհետեւ ուղիղ տանում է նավթը դեպի Իսրայել։ Իսրայելի նավթի 50%-ը գալիս է Ադրբեջանից։ Բաքու Ջեյհանով գնում է հասնում է Թուրքիա, այնտեղ լցանավերով, լցում են լցանավերի մեջ, տանում են Իսրայել։ Այս ծոցի երկրներից գոնե այդպիսի խողովակ չկա, որ ուղիղ տանի հասցնի Իսրայել։ Նրանք Իսրայելին այլ կերպ են աջակցում, քննադատելով այսպես եւ այլն, բայց աջակցում են, բայց ոչ թե նավթով ուղղակիորեն։ Ինչու պետք է այս դեպքում չհարվածի դրան։ Ընդ որում այդ մասին հայտարարություններ արվել են։ Եթե ոչ պաշտոնական մակարդակով, թե պաշտոնական մակարդակներով քանի անգամ նախազգուշացվեց։ Տեսեք, քանի անգամ Իրանը նախազգուշացրել է Ադրբեջանին։ Եվ արտգործնախարարի մակարդակով եւ իրենց, եթե հիշում եք, զինված ուժերի գլխավոր շտաբը նախազգուշացրեց, որ սիոնիստական այդ պետության հետ պետք չէ սերտ հարաբերություններ ունենալ, պետք է դուրս վռնդել երկրից այդ պետության ներկայացուցիչներին կամ այդ օբյեկտները նրանց ռազմական եւ այլն, այսպիսի հայտարարություններ եղել են։ Նման հայտարարություն արեց նաեւ պրոֆեսոր Մարանդին, որ Թեհրանի համալսարանի պրոֆեսոր է, բայց այսպես մի տեսակ ոչ պաշտոնական խոսափող է նաեւ հենց զինված ուժերի իրանական կարելի ասել այդ թևի հատկապես, թեև այսօր այնտեղ կարծես բոլորը հենց այդ թևին են արդեն պատկանում Իրանում, ավելի արմատական թևի, ուրեմն նա պարզասեց, որ մենք խփենք, կհարվածենք ոչ միայն ծոցին, այլև կհարվածենք Ալիևի ռեժիմին եւ Բաքու Ջեյհանին։ Շատ հստակ այդ հայտարարությունները հնչել են։ Չնայած ինֆորմացիոն հոսքերին, սա հնարավոր տարբերակ է, որ կպատժեն, կհարվածեն, կայրեն։ Ինֆորմացիոն իրենք պարզ ասել են, որ զգուշ եղեք, մի արեք, այն ինչ որ դուք անում եք, բայց չեն կարող այս կողմից էլ չանել։ Եվ այս պայմաններում շատ հետաքրքիր էր, որ այդ վերջնագրի ժամկետը լրանալու էր արդեն մնացել էր ընդամենը մի 15 ժամ, թե 16 ժամ, մինչև Թրամփը հայտարարեց, որ հետաձգում է 5 օրով այդ հարվածը, Հայաստանում բացարձակ այդ մասին ոչ մի խոսակցություն չկար։ Բացարձակ ոչ մի լրջություն չկար, որ ախր մեր հարևան երկիրն է, այնտեղ եթե հիմա այսպիսի պատերազմ, ահա այսպիսի մի ուրիշ ընթացք կստանա, էլեկտրակայանները ոչնչացվեն, ինչ պետք տեղի կունենա։ Հնարավոր է Իրանը հարվածի Բաքու Ջեյհանին, հնարավոր է զորքեր այս կողմ այն կողմ գնան, իրանականը դեպի Ադրբեջան, ադրբեջանականը դեպի Իրան, թուրքականը դեպի այս կողմ, ոչ մի անհանգստություն, ոչ մի նախապատրաստություն, ժողովրդին նաև պետք է պատրաստել, ապաստարանների մասին պետք է մտածել, ամեն ինչ հնարավոր է, հասկանում եք, մենք շատ մոտ ենք այդ պատերազմին, բայց մարդկանց երևի թվում է, թե դեռ մենք սովետական միությունում ենք, մեր վրա այդ սովետական միության այդ հզոր, այդ այսպես անձրևանոցը միջուկային եւ զորքերով եւ ամեն ինչով փակացենք, անվտանգ ապրում ենք, ոչ մենք անվտանգ չենք ապրում։ Պետք է ամեն վարքյան պատրաստ լինել այսպիսի զարգացումների։ Մերձավոր Իսրայելը հարվածել է Իրանի սուզանավերի նախագծման միակ կենտրոնին, Ցախալ։ Ինչ գիտենք, հարվածել է, թե չի հարվածել։ Հետո այդ նախագծման կենտրոնը հենց շարունակում էր այդտեղ էլ նախագծել։ Բոլոր նմանատիպ կենտրոնները, որոնք ունեն ռազմական նշանակություն կամ անվտանգության հետ են կապված, այդ բոլոր կենտրոնները դուրս են եկել գնացել են ուրիշ տեղ։ Այն շենքում, որ իրենք էին, այդտեղ ոչ մի բան էլ չկա։ Այսքան բանը պիտի մի քիչ մարդիկ պատկերացնեն, էլի։ Ուշագրավ են, պարոն Այվազյան, տեսեք, Իրանը չի ընդունում հրադադարը, իսկ ԱՄՆ-ի այդ բանակցությունները համարում է անտրամաբանական։ Ու սա իրանական ֆարս լրատվականն է նշել, ըստ աղբյուրի, ուրեմն կրակի դադարեցումը հնարավոր կդառնա միայն այն դեպքում, եթե Թեհրանը հասնի ռազմավարական նպատակների։
Իսկ դրանք ասացի, նշեցի որոնք են, այո, որ բայց դա էլ անհնարին է դարձնում ըստ էության։ Դե գուցե ինչ որ մի կես ճանապարհի մի ինչ որ միտեղ իրեր հանդիպեն, տեսեք։ Իսրայելը տեսեք ինչա կատարում։ 26-րդ օրն է պատերազմի այսօր, 26-րդ օրն է։ Վերջին 10 օրը արդեն այնպես են ուժ գնացել Իսրայելի դեմ իրանական հրթիռների հարվածները։ Իրենք էլ արդեն չեն թաքցնում, երբեմն որոշ բաներ ցույց են տալի, առաջ չէին ցույց տալիս։ Հիմա արդեն հնարավոր չի թաքցնելը։ Այս վերջի օրերին, գիտեք, քանի ալիքով են խփում, ժամը 1 խփում են։ Այս վերջին 40 րոպեում գալուց առաջ նայեցի, ասացին 4 ալիք է եղել։ 4 ալիքով են հարվածել։ Այնտեղ շենքեր են ոչնչացվում, ենթակառուցվածքներ են, ռազմական օբյեկտների մասին չեն ասում, ինչին է կապել, չգիտենք։ Բեն-Գուրիոն օդանավակայանը գրեթե նորմալ չի աշխատում, փակվել է։ Այդտեղից ինքնաթիռների մի մասը, արդեն մեծ մասը հեռացել է Բեն-Գուրիոնից, գնացել են կեսը Հորդանան, կեսը Կիպրոս։ Ես Եգիպտոս էլ կարծեմ պետք է թռած լինեին։ Մեծ կորուստներ է կրում Իսրայելը եւ ժողովուրդն էլ արդեն սկսել է տրտնջալ։ Մինչև հիմա չէին, վերջին օրերին սկսել են տրտնջալ, որովհետև ոչ քնում են, ոչ զարթնում են, այդ ապաստարաններում են անընդհատ։ Կնեսետում կարծեմ հենց նիստի ժամանակ չէ՞ մի տեսանյութ կար, որտեղ պատգամավորները մտան բունկեր, ապաստարան։ Չեմ տեսել, բայց բոլորն են մտնում այդ ապաստարաններ եւ գիշեր ցերեկը չկա, ասում եմ, սովորել չկա, դպրոցները փակ են, համալսարանները փակ են, բիզնեսները չեն աշխատում, երկիրը ամեն օր կրում է ահռելի կորուստներ, չհաշված որ կատարում է ռազմական ծախսեր։ Դա ինչքան կարող է Իսրայելը ինչքան կարող է դիմանալ։ Հասկանում եք, ճիշտ է, Իրանը նույնպես ստանում է ահռելի հարվածներ, բայց այդ մեծ երկիրը կարող է դիմանալ, նա ցույց է տվել Իրանա-իրաքյան պատերազմի օրոք շատ փորձությունների է դիմացել եւ այն ժամանակ բնակչության թիվը Իրանում 86 թվականին 48 միլիոն էր։ Այսօր 91-ից 93 միլիոն է։ Երկու անգամ աճել է բնակչությունը։ Ֆարսի նորությունը նաեւ հոգեվոր առաջնորդին են հողում անում, որ կրակի դադարեցման ամենաառաջարկը չի ընդունելու Իրանը։ Հարցը ուրիշ տեղ է, լավ, Իրանն այդ ներուժը ունի հասնելու, այսինքն գերտերության առաջարկը չես ընդունում, շարունակում ես պատերազմը, ինչև ուր։ Մինչև իր պայմանները գոնե մասամբ բավարարվեն։ Այդ Հորմուզի նեղուցը աշխարհի ամենակարևոր գուցե առևտրի հանգույցն է։ Մյուսն էլ Բաբել Մանդեբն է եւ Սուեցի ջրանցք, այո։ Բայց սա գուցե ավելի կարևոր է, որովհետեւ այդտեղից այդքան բան է դուրս գալի։ Նավթ, ուրեմն համաշխարհային նավթի 20%-ն է դուրս գալիս, հեղուկացված բնական գազի 25%-ն է այդտեղից դուրս գալիս, եւ պարարտանյութերի 32-3%-ն է դուրս գալիս, 1/3-ն է աշխարհի դուրս գալիս այդտեղից։ Հիմա այս պարարտանյութերը, որ չեն հասնելու տեղ, դա բերելու է նաեւ սննդամթերքի թանկացմանը ամբողջ աշխարհում եւ գուցե սննդամթերքի պակասին։ Իսկ Իրանը եթե փակեց Հորմուզի նեղուցը, այդպես է լինելու է։ Հիմա այսպես կիսաբաց է, շատ քիչ թվով նավեր են անցնում, չինական նավերին է թույլ տալիս, եթե ռուսականներ կան, ռուսականներին, Հնդկաստանի նավերին, որոշ պետություններից ինչքան հասկանում եմ գումար է վերցնում, բայց ոչ բոլորից։ Գուցե ինչ-որ չեզոք պետություններից $2 միլիոն չափով գումար է վերցվել, թե չէ, մի դեպքում ասում են վերցրել է, մյուս դեպքում հերքում են դա, դեռ դա հստակ չէ։ Իսկ եթե ամբողջությամբ փակվի, ականապատվի օրինակ, այդ որ ասում Սուզանավերի նախագծման կենտրոններին են, 25-ած Սուզանավ կա, այդ Սուզանավերին խփի, չես խփե։ Հետո կան այդ ստորգետնյա բազաներ, որտեղ այդ նավակները կան, փոքր, որ կարող են դուրս գալ, այդ ջրի տակ գործող ԱԹՍ-ները կան, այնպես որ Իրանի դեմ այսօր այնտեղ պատերազմ մղել է այդ Հորմուզի նեղություն, ով կարող է այնտեղ պատերազմ մղել։ Բայց դուք կարդար եք համարում, որ ասենք մի երկիր որոշի էլի, այտենց մի քիչ պիրատականության չի նմանվում։ Բայց այդ երկրի դեմ տեղի ունեցել ագրեսիա, այդ երկրի դեմ կատարվել է շատ ահավոր ագրեսիա, մեծագույն զոհոր է կրել այդ երկիրը
եւ աշխարհը չի դատապարտում այդ ագրեսիան այնպես ինչպես պետք է դատապարտի։ Տեսեք, էլի Ռուսաստանի, Չինաստանի պահը ասեմ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ընդունվեց բանաձև, որով դատապարտվում էր Իրանի հարվածները ծոցի պետությունների դեմ։ Բայց չէր դատապարտվում Իրանի դեմ հարձակումը Ամերիկայի եւ Իսրայելի։ Իսկ այդ բանաձևի վրա ոչ Չինաստանը, ոչ Ռուսաստանը վետո չդրեցին։ Հետո ասեց Ռուսաստանը, բա մենք ուզում ենք ուրիշ տեսակ բանաձև լիներ, մենք առաջարկել ենք, որ նայվեն լինի, նայվես լինի, չգիտեմ, վետո դնեինք, այդ ոնց է Ամերիկան մենակով կանգնում է, վետո է դնում, եթե հանգարց Իսրայելի շահերը մեկը տրորում է։ Չեն դնում, այսինքն նրանք դեռ 100%-անոց դաշնակից չեն հասկանում եք Իրանի համար։ Եվ պետք չէ զարմանալ նաև, որ մեզ համար էլ ցավոք սրտի ոչ Ռուսաստանը, ոչ էլ Չինաստանը այդ 20 թվականից մինչև 23 թվականը դաշնակից չեղան Արցախի հարցում։ Մի հատ շատ ռուսերեն է международное право не касается евреев. В этом разница между избранным народом и остальными. Министр финансов Израиля Բեզալել Սմոտրիչ։ Դե հիմա արդեն իրանց կարծես թե հասել է, առաջին անգամ է սա 73 թվականից հետո, բացահայտ, որ Իսրայելը կրում է կորուստներ եւ ցավալի կորուստներ, այն էլ այսքան երկար ժամանակով։ Այդպիսի բան չի եղել է այլ բան, քանի որ հավասարակշռությունը ուժերի այսպես փոխվել էր իրավիճակը եւ հատկապես Խորհրդային Միության փլուզումից հետո լրիվ փոխվեց։ Իսրայելցիները սովորել էին, որ իրենք բոլորին կարող են ռմբակոծել, բոլորին կարող են պայթեցնել եւ ոչինչ իրենց չի լինի։ Կարող է մի հատ ահաբեկիչ գա, մի այսպես ավտոմեքենայով մխրճվի մի քանի մարդ, սպանի կամ վիրավորի, դա կարող է լինել, բայց լուրջ ահա այսպիսի ամբողջ երկրին հասցվող հարվածներ, նրանք չէին սպասում եւ պատրաստ չէին, նրանք պատրաստ չէին նաեւ երկարատև պատերազմի։ Ահա հիմա մտել է այս մաշող երկարատև պատերազմի փուլ, որին Իրանը պատրաստ է, քանի որ նա առնվազն 2003 թվականից գիտեր, 2001, 2, 3 թվականներից, երբ 2001-ին Աֆղանստանը գրավվեց, 2003-ին Իրաքը գրավվեց, երկու կողմից Իրանը գրավեցին եւ սկսեցին սպառնալ Իրանին ամերիկացիները։ Այդ պահից սկսած նրանք շատ լրջորեն սկսեցին պատրաստվել հենց Միացյալ Նահանգների դեմ պատերազմին։ Իսկ դա նշանակում էր երկարատև պատերազմ, որտեղ հասկանում էին, որ ուժերը անհավասար են։ Դա նշանակում էր պետք է մտնել գետնի տակ, պետք է մտնել ջրի տակ, պետք է ստեղծել այդ ԱԹՍ-ներն ու հրթիռները, քանի որ ավիացիա չեն կարող ստեղծել, ավիացիան մի քիչ ավելի բարդ բաներ է պահանջում, բայց այսօր ստացվում է, որ այդ հրթիռներն ու ԱԹՍ-ները ավելի արդյունավետ են գուցե թե որոշ դեպքերում, քան հենց ավիացիան։ Եվ Իրանը պատրաստվել է այդ երկարատևին։ Հետո Իրանը մեծ պետություն է, Իրանը 85%-ով ապահովում է իր սննդամթերքի պաշարները։ Ի տարբերություն ունենա ծոցի պետությունների։ Ինքնաբավ է։ Այ ինքնաբավ է հիմնականում, ինքնաբավ է, 15% է կարծեմ ներկրում է։ Հիմա այդ 85-ը մի քիչ պակաս որ ուտեն 100%-ով կապահովեն։ Իսկ կամ կներկրեն են 15%-ը, կողքը Պակիստանը կա, Թուրքմենստանը կա, Տաջիկստանը կա եւ այլն։ Հայաստանը կա վերջին հաշվով։ Եվ Հայաստանը Իրանի համար շատ կարևոր է, ոչ թե մի քիչ շեղվեցի Հայաստան բառը հիշեցի, այն ավարտեմ, հետո գանք մի քիչ էլ Հայաստանից խոսենք։ Ուրեմն սննդամթերքի համբռումով Իրանը կարող է նաև դիմանալ, որովհետև մեծ երկիր է։ Հիմա որքան էլ ռմբակոծես, այդ ահռելի մեծ երկիրը։ Չես հասցնելու այդ բոլորը ռմբակոծես, հասկանում եք։ Այս բանը ախր տարբեր էլի պատմական օրինակներ կան։ Մեկը կարող ենք վերցնել 44-45 թվականներին, ինչպես դաշնակիցները ռմբակոծում էին Գերմանիան։ Ռմբակոծեցին ահռելի չափով, ավելի շատ ռմբակոծեցին, քան այն ատոմային ռումբերի ուժներ, որ ընկավ այդ երկու ռումբերը Նագասակի եւ Հիրոսիմայի վրա Ճապոնիայում։ Ինչ արդյունք տվեց։ Գերմանական
ռազմարտությունաբերությունը աճել էր ընդհակառակը։ Ճիշտ է, կորուստներ եղան մարդկային, շատ մեծ, մշակութային կորուստներ նաև եղան Դրեզդենի օրինակ ռմբակոծությունից եւ այլն, քաղաքը հավասարվել էր հողին, բայց երկիրը շարունակում էր դիմադրել, եթե ցամաքային ներխուժում չլիներ, ինչքան ուզում ես ռմբակոծի։ Այդ միայն ցամաքային ուժերով խորհրդային միությունը այս կողմից կարմիր բանակը, այն կողմից էլ նրանք 44 թվին միացան։ Միայն այդ ճանապարհով, բայց այստեղ չկան այդպիսի ուժեր, որ կան մտնեն Իրան։ Բաբելոնյանական դիվիզիան չկա տանկովին։ Ոչ միայն ոչ քանակապես կան այդ ուժերը։ Ես այդ թվերը բերել եմ պատերազմի սկզբում էի ասում, հիշում եք, ծովային հետևակը օրինակ մի 170-180 հազարը, մի 40-50 հազար էլ ռեզերվ ունի։ Այդ ամբողջ աշխարհից որ բերես լցնես, դե բակա մյուս բազաներում ինչ զոր կա մնալու։ Կամ բանակային ստորաբաժանումներն է բերես, այսօր ամբողջությամբ ամերիկյան բանակը մոտ մի 600 հազար է։ Այսքան է։ Այդ ամբողջը նախ չես կարող դու բերել այդտեղ։ Ուրիշ տեղեր էլ ունես դու, պետք է մնան։ Ինչ պիտի անես, եթե ուզում ես մտնել Իրան, իսկականից, եթե ուզում ես մտնես գրավես երկիրը։ Ուրեմն դու պետք է մտցնես զորակոչ։ Այդ երկիրը զորակոչ 50 տարի չի տեսել։ Պարտադիր զորակոչ։ Հանկարծ որ փորձեն այնտեղ պարտադիր զորակոչ մտցնել, ոչ ծիծաղելու բան կստացվի, նախ ոչ ոք չի գնա։ Չեն ենթարկվի, նախ այդ Թրամփին կգցեն, եթե չքնցեն էլ այդ երիտասարդությունը փախնի կգնա այդ երկրից, կասարա ձեռը կարը ես չհասկացա, ինչ զորակոչ, ես ուրիշ տեսակ եմ սովորել, որ այս երկիրը տենց երկիր չի, կամավոր ձևով են գնում այդ բանակ։ Վիետնամի պատերազմից հետո զորակոչ բան վերացել է, ինչ զորակոչ։ Երկրորդ օրինակը կարող ենք բերենք Վիետնամը։ Վիետնամի գլխին ինչ ասես չեն լցրել, ռումբեր, նապալմ, տարիներ շարունակ Վիետնամի տարածքը մի 7 անգամ 8 անգամ զիջում է Իրանի տարածքին։ Եթե Վիետնամը դիմացել է, այն էլ հյուսիսային Վիետնամն էին ռմբակոծում, հարավային չէին ռմբակոծում, իրանք այնտեղ էին։ Ուրեմն Իրանը ինչպես չի դիմանա։ Բայց հիմար չեն, չէ՞ այդ հաշվողները։ Հիմար են, ախր մենք անընդհատ գալիս ենք, ես այդ մասին քանի տարի այսպես առիթ լինում է խոսում եմ տարբեր տեղերում։ Մեզանում ընդունված է կարծել, թե այդ մեծ պետությունների ղեկավարությունը միշտ պարտադիր կերպով եւ հրամանատարությունը զինված ուժերի խելացի են։ Այդպես չի։ Անպայման այդ գերտերություններում կան խելացի, շատ խելացի եւ նույնիսկ տաղանդավոր զորահրամանատարներ եւ նաեւ քաղաքական գործիչներ, բայց պարտադիր չի, որ նրանք լինեն իշխանության այդ ժամանակ եւ նրանց խոսքը չեն լսում։ Ինչպես մեզանում է, խելոք խոսքը չեն լսում։ Հասկանում եք, բանը ասում ես, չեն լսում, որովհետև եթե կոպիտ բառ օգտագործենք, հիմար են։ Իսկ եթե փորձենք բան անել, պատրաստված մարդիկ չեն, Թրամփը ով է։ Թրամփն ինչ պատրաստություն ունի միջազգային հարաբերություններում, երկրներ իրարից չի տարբերում։ Հայաստանին Կամբոջա էր ասում, Ադրբեջանին Ադրբեջան էր ասում, հետո Հայաստանին Ալբանիա ասեց։ Էս են, էս նրանց պատերազմի նախարարը այդ, որ նախկին կոչում էր պաշտպանության, այդ տեքստը տեսել եք, ոնց է խոսում, ինչ է ասում, նայում ես տեսնում ես, այդ տղան ընդամենը շոումեն է, ուրիշ ոչ մի բան։ Պարոն Այվազյան, մոտ 1 ժամ է խոսում ենք Հայաստանից էլ մի քանի րոպե ու իսկ Հայաստանի վիճակը ողբալի է, շարունակում է ողբալի մնալ, նախապատրաստում ենք ընտրությունների, բայց ընտրություններին ցավոք սրտի բացահայտվեց ընտրություններից առաջ, որ մեր այդ ընդդիմադիր գլխավոր ուժերից մեկը, Ուժեղ Հայաստանը, փաստորեն իսրայելական պրո-իսրայելամետ ուժ է, որը բերել է իսրայելական թիմ եւ իսրայելական բրիգադային մի գեներալ, որը գլխավորի Հայաստանի հոպի, չգիտեմ, կազմակերպման աշխատանքներ, սա զառանցանք է, դարձյալ բացատրելուց հետո, երբ ասում ես դուք ես ինչ եք անում, պատերազմը Իրանի եւ Իսրայելի միջեւ։ Իրանը բոլոր հարցերում Հայաստանին օգնել է, դաշնակից է, պաշտպանում է Հայաստանի անձեռնամխելիությունը եւ այլն։ Չի մասնակցել Իրանը Ադրբեջանի հարձակմանը, իսկ Իսրայելը տարիներով ու տասնամյակներով օգնել է Ադրբեջանին զենքով, սպառազինությամբ, ռազմական խորհրդատվությամբ, նաեւ իսրայելցիները կրակել են հայերի վրա, մինիմում 2016 թվականի պատերազմի ժամանակ, որ իսրայելյան մամուլում նայն հայտնվեցին այդպիսի լուրեր,
Հիմա էլ են շարունակում օգնել, զենք տալ, այնտեղ կան հենց բուն Արցախում իսրայելյան ռազմական ուրեմն օբյեկտներ, կետեր, չգիտեմ, ԱԹՍ-ներ են, թե հատուկ ջոկատայիններ են, թե ինչ են, այդքանը չգիտենք, բայց գիտենք, որ կան։ Այս ամենից հետո այս նոր ընդդիմադիր ուժը գալիս է ասում է, դե Իսրայելը մեզ կբերի տեխնոլոգիաներ, Իսրայելը կապահովի մեզ համար այս մարդը եկել է աշխարհում ամենալավ 5 հոպի մասնագետներից մեկը հենց էսա, թե չեմ ամեն մնացածներին ոնց են հաշվել այդ ամբողջ աշխարհում, ասում չինացի հոպի մասնագետներին բոլորին ճանաչում են, ռուս հոպի բոլոր մասնագետներին ճանաչում են, Ռուսաստանցի այդ ոնց են այդ 5-ից այդ դրան ընտրել են, Իսրայելն էլ, որի երկինքը հիմա ծակ է, ու որ տեսնում ենք ամեն օր ոնց է այդ երկաթե շերեպը դարձել է արդեն թղթե շերեպ, որտեղ ուզում են իրանցիները խփում են, որտեղ ուզում են կպնում են, այդ մասնագետին էլ բերում է ստեղ, Իսրայելն էլ նվիրում է, ասում է, տար, այս լավագույն մասնագետն այն, բայց դու տար Հայաստանի համար շատ կարևոր է։ Ասում ես չեն լսում, իսկ եթե չեն լսում, ինչ է նշանակում, դա նշանակում է խորը կապ ուժեղ Հայաստանի եւ Իսրայելի միջեւ, իսկ դա ինչ է նշանակում, դա նշանակում է եւս մի ԿՊ, եւս մի քաղաքացիական պայմանագիր։ Շատ կտրուկ չի ձեր մոտեցումը։ Որովհետեւ եթե կար իշխանության, դուք դիքվան ուծը տեղյակ չեք, պարոն։ ոնց, այդքանը հերիք է ինձ։ Վերլուծական։ Ինձ այդքանը հերիք է։ Ես չեմ պաշտպանում, բայց տեսեք, եթե իսրայելական ուժ ես, դու պաշտպանելու ես թրիփը, կառուցվածքի։ Դու պաշտպան, տեսեք, եթե դու իսրայելական, ասում ես Իսրայելը, Իսրայելից մարդ են բերում, Իսրայելից տեխնոլոգիաներ կբերեմ, դա նշանակում է դաշինք Իսրայելի հետ։ Հիմա եթե դաշինք Իսրայելի հետ, դա նշանակում է թշնամություն Իրանի հետ։ Դա նշանակում է Հայաստանի հարավային սահմանը հանձնում ենք Ամերիկային եւ Իսրայելին։ Ոնց թե։ Չէ, դու այդ պատերազմից հետո դուք շատ լավ գիտեք, չէ՞, ինչա տեղի ունենում, ինչպես են երկրները սկսում բանակցություններ, դաշնակցություն։ Հենց դրա համար էլ այս պատերազմը ասել, որ Իսրայելը ամենախոցելին է, ուր էր թե մեզ Իսրայելի, ասենք, ռազմական ներուժի կեսն ունենայինք։ Չեմ ասում ամենախոցելին է, բայց Իսրայելը շատ ծանր վիճակում է եւ մեր հարևանը եւ մեր բարեկամ պետությունը Իսրայելի հետ պատերազմի մեջ է։ Իսրայելը տարի հետո վերածվի այնպես դաշնակցային հարաբերության ում Իրանի եւ Իսրայելի միջեւ։ Չի կարող։ 79-ից առաջ Իրանի պես առաջադեմ ու այտենց մինի յուբկաներով երկիր չկար։ Մերձավոր Արևելքի Ամերիկան էր։ Գրեթե։ Դուք այդպես եք կարծում, բայց ես կարծում եմ, որ այտենց չէր։ Այսպես տեխնոլոգիաներով փոխվել է Իրանը, ահռելի չափով փոխվել է եւ այդ հին էլի կարող են զգեստը կարող է փոխվել, բայց Իրանի էությունը եւ Իսրայելի հետ հարաբերությունները երբ դառնան արդեն դաշնակցային կամ գոնե բարեկամական կամ գոնե չեզոք, այն ժամանակ խնդրեմ, կարելի է սրա նրա հետ էլ դաշնակցել, բայց չմոռանանք, այստեղ Իրանի հարցը չի միայն, Իսրայելը դաշնակից է Ադրբեջանին։ Ադրբեջանի դաշնակիցն է։ Այդ մարդկանց որ բերում ես, որ քո կոորդինատները տան Ադրբեջանի, հասկանում եք։ Հիմա մենք մակերեսային արժին է, բայց ինչ է մակերեսային։ Չմիթե բերում ենք մեր կոորդինատ։ Այդ մարդը ում է ծառայել։ Ըստ գործակալները քիչ են վխտում։ Տեսեք, բրիգադային գեներալը իսրայելցի ում է ծառայել։ Բարձր մակարդակով դնում է սադրում ասում է, ինչ չընտրեք պատերազմ կանենք, այսքան բանը խաղաղություն չի լինի, այսքան նույնիսկ եթե ենթադրենք մարազմա, տղա ջան, դու հորը տունն ես, քո հետ են կնքում այդ խաղաղությունը։ Դու հավերժ չես։ Երկրի հետ է թե քո հետ է։ Չէ, մի րոպե, Արտակ, ասեցիք մակերեսային ենք նայում, ուրեմն մակերեսային։ Չէ, դե ասպետ կոորդինատները կտան։ Հիմա իսրայելցի բրիգադային գեներալը, որ գալիս է Հայաստան, նա գալիս է Հայաստանը պաշտպանելու, թե գալիս է Իսրայելի շահերը պաշտպանելու։ Ես չգիտեմ, կհրավիրենք այդ մարդկանց։ Չգիտեք։ Ինչ եք հրավիրում թշնամիներին, ասենք իսրայելցիներին հրավիրում եք։ Իսրայելցին չէ, այդ ուժին կարևորություն։ Բայց պարզ է ամեն ինչ, հրավիրեք, ինչ պիտի ասի։ Ինչ պիտի ասի, ինչ կարող է ասել։ Այդ իսրայելցի գեներալը շարունակելու է ծառայել եւ հիմա էլ ծառայում է Իսրայելի զինված ուժերին։ Այդ մարդին ասում են թիմով հրավիրել ենք Հայաստան։ Պատերազմի ժամանակ Իրանի դեմ թիմով ում ես հրավիրում, ինչ ես հրավիրում։ Քո թշնամու դաշնակցին ինչ ես հրավիրում Հայաստան։ Որ ինչ անի այդ մարդու գործը Իսրայելին ծառայելն է, ինքը երթում է տվել Իսրայելին, հասկանում եք։ Զինվորական է։ Հենց աշխարհի լավագույն մասնագետներից է ըստ իրենց։ Այս մարդը իր երթումից հետո կանգնել արդեն պիտի Հայաստանին ծառայի, որ Հայաստան օրինակ Ադրբեջանի դեմ պատերազմում ավելի լավ պաշտպանի իր օդը, եթե այն կողմից իսրայելցիներ են էլի։
Պարսի ուրիշ նպատակներով է եկել այստեղ։ Լեգիտիմ են հարցերը, օբյեկտիվության համար այո հարցեր կան եւ պիտի առնվազն մարդիկ եթե հավակնում են իշխանության, պիտի պատասխանեն այդ հարցերին, հուսամ կանչեն այդ հարցերի պատասխանը, ես նրանց փաստաբանը չեմ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Ռազմական պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն էր այսօր Life Armenia-ի տաղավարում։ Շնորհակալություն ձեզ ուշադրության համար, մեր ալիքին բաժանորդագրվելու համար եւ իհարկե մեր Patreon-ին այսքան ակտիվ միանալու համար։